Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեդիաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Հայաքվեի վարչության անդամ Արեգ Սավգոլյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ լավ ընտրելու համար։ Պարոն Սավգոլյան, այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, որոշ շրջանակներ ասում են, ինչպես իշխանությունն է, իր բառամթերքում օգտագործում աննախադեպ, պատմական այդ բառերը եւ ասում են, որ սա եզակի գագաթնաժողովն է, Հայաստանում տեղի ունենալիք, ինչ որ տեղի ունեցավ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի մասին է եւ ուզում եմ հասկանալ այս գագաթնաժողովը, երբ որ Հայաստանում կան բռնաճնշումներ, քաղաքալացյալներ, գերիներ, անհետ կորածներ եւ այս ֆոնին անցկացնել այսպես մի բան ունենք, չէ, հայկական ավանդական ընտանիքներ կան, որ շատ սոված են, աշխատանք չունեն եւ այլն, բայց նոր տարի կամ ինչ որ միջոցառումներ նշելուց իրենք այսպես փորձում են դրսի մարդկանց ցույց տալ, որ իրենք ինչ բարեկիրթ եւ շատ լավ են ապրում, այսինքն դրսի աչքը միշտ փորձում են զարմացրած պահել։ Հիմա մենք այս կարգավիճակում ենք եւ ինչ է տալու այս գագաթնաժողովն։ Ես մի հատ կարճ ռեպլիկ անեմ Արտուր ջան, աննախադեպի հետ կապված։ Աննախադեպ էր, երբ որ Արցախից 120,000 մարդ, բնիկ արցախցիներ, որոնք հազարամյակներ շարունակ ապրել էին իրենց պատմական հողում, էթնիկ զտման ենթարկվեցին եւ բռնի տարհանվեցին։ Այդ դա աննախադեպ էր։ Հիմա գանք անդրադառնանք եվրոպական համայնքի այս 8-րդ գագաթնաժողովին, որը բնականաբար պետք է մաս կազմեր քպայական խաղաղության կեղծ քարոզչության եւ բնականաբար նախընտրական շրջանում պետք է հնարավորինս իշխանությունները քաղաքական դիվիդենդներ կորզեին այս խորհրդաժողովից, որ ցույց տան, որ Արցախից բեռնաթափվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում նոր հորիզոններ է նվաճել։ Շատ պարզ է, եթե դու ոչ մեկի ատամ ցույց չես տալի եւ բնականաբար ամեն կերպ քո արտաքին քաղաքականությունը վերածում ես ոչ թե հակառակվելու, այլ սողալու դիտանկյունից ես քո ռազմավարությունը կառուցում արտաքին քաղաքականության, բնականաբար մարդիկ կգան, կհյուրընկալվեն, կուտեն, կխմեն, այո, բաժակաճառեր կասեն, միևնույն ժամանակ հաճոյախոցություններ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների հասցեին, որովհետև նրանք սպասարկում են այսօր արևմուտքի օրակարգը։ Եվ եթե իշխանությունները այս քայլով, օրինակ ուզում են ցույց տան, որ իրենք վարում են տարածաշրջանում բալանսավորված քաղաքականություն, ապա բալանսավորված կլներ, եթե օրինակի համար ընդունենք այդ գագաթնաժողովին, թեկուզ եւ խորհրդակցական ձայնով, հիմա կարող ասեն այդ ձևաչափի մեջ չի մտնում, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ էլ այլ երկրներ։ Բայց տեսնում եք, որ օրինակի համար Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող պետության Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրավիրվում է այդ խորհրդաժողովին։ Հիմա եթե մենք վերցնում ենք եւ փորձում ենք հասկանանք, թե ինչ է անում այս իշխանությունը եւ իրապես փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանում, ապա տեսնում ենք, որ ակնհայտորեն ինքը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնք վարպետորեն փաթեթավորված են եվրոպական կամ արևմտյան խաղաղության կարգախոսի ներքո։ Հետևաբար շատ սպասումներ ես այս գագաթնաժողովից չունեմ, որովհետև երբ որ Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական եւ պայթունավտանգ իրավիճակ էր, խոսքը 2020 թվականի 44 օրյա պատերազմի մասին է, մենք միջազգային հանրությունից լսում ենք միայն խուլ արձագանքներ,
ցավակցություններ, լավագույն դեպքում երկու կողմերին այո, երկու կողմերին հորդորում էին, որ դադարեցնեն ռազմական գործողությունները։ Բազմիցս նույն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խաղաղասիրական կոչերով էր հանդես գալիս, ավելին տեղ կար նույնիսկ գործող Նիկոլ Փաշինյանը փորձում էր լռել հայոց ազգային պետական շահերի մասին, որ եւ ընդհակառակը Մակրոնը դա ավելի էր բարձրաձայնում եւ փորձում էր, չգիտեմ, հայ ազգային տեսակից ավելի ազգային լինել, հա, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, բայց իրականում եղավ այն ինչ որ եղավ։ Այսինքն փաստացի Հայաստանի Հանրապետությունը, որը ուներ վերահսկողություն մեր պատմական հայրենիքի 1/3-ի նկատմամբ եւ փոխարեն այդ ստատուս քվոն պահելու եւ մտածելու, թե ինչպես կարելի է այդ ՄԱԿ-ի կադաստրում օրինականացնել, հա, դա եթե մի քիչ գնանք անշարժ գույքի տրամաբանության ներքո, ինչ եմ դա ասում, որովհետեւ այսօր Արցախի հարցը ինչ եղավ, ընդհանուր գործակ տեղի ունեցավ։ Հիմա շատ մանրամասներ հետագայում բարձ կդառնա, ինչպես, ոնց, ով, ում, ինչպես վաճառեց Արցախը, բայց դա ընդհանրապես գործարք էր։ Եվ մենք այսօր այդ գործարքի տարբերակները տեսնում ենք շատ շեղվելով, հա, նույն Կանադայի պարագայում, Գրենլանդիայի պարագայում, հա, ԱՄՆ նախագահը հստակ առաջարկեց Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչին մոտ 50,000 ամեն մեկին $1 միլիոն, եթե Գրենլանդիա կդառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ։ Հիմա այս պարագայում Ադրբեջանի կեղծ պատմական իրավունքները Արցախի նկատմամբ մենք գիտենք ինչ պարագայում է եղել, հա։ Դա այդ նույն Կիրովի չարաբաստիկ հանձնաժողովն էր, որը մի գիշերվա մեջ որոշում փոխեց եւ արդյունքում Արցախը բռնակցվեց, այսպես ասած, բայց ինքնավար կարգավիճակով Ադրբեջանին։ Եվ այս առումով նաեւ այս իշխանությունները, որոնք անընդհատ հղում են տալիս այդ տարբեր փաստաթղթերի, որ դեռևս 91 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլն, բայց Արցախյան պատերազմը ինչի համար էր առաջին։ Եթե ճանաչել էին, թող մի անգամից այդ սահմանազատման հանձնաժողովը այն ժամանակ կյանքի կոչեին եւ ընդունեին օրինակի համար, որ Արցախը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Բայց մենք գիտենք, որ նույն Հեյդար Ալիևը, Իլհամի հայրը արդեն հրաժարվել էր Արցախից, հա։ Մի հարցազրույց կա, որը անընդհատ պատտվում է նաև YouTube-յան ալիքում, որ ասում է մոռացեք։ Արցախի հարցի լուծման մասին մոռացեք։ Հիմա մենք բայց չգիտես ինչու այս իշխանությունները անընդհատ ասում են, որ նախկինները վաղուց արդեն հանձնել էին, բայց չգիտես ինչու Ադրբեջանը սպասում էր, որ Նիկոլը պիտի գա նստի հայ իշխանության գլխին, որպեսզի փորձի հանձնել։ Արցախի հարցը գիտեք ինչ, տարբեր հիբրիդային պատերազմի փորձեր են կատարվել այս ժամանակաշրջանում եւ մեր հասարակության մեջ կոնկրետ արցախցիների նկատմամբ եւ արցախցիների մեջ Հայաստանի նկատմամբ թշնամություն է սերմանվել։ Հիմա այս մարդիկ կոնկրետ Հայաստանում եւ ներսից է քայքայման process-ի հիմքը դրվել։ Իշխանությունների այս ճակերտյալ կայծակնային հաջողությունները տարածքներ հանձնելու հարցում պայմանավորված չեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կուլտային հավատով, հա, եւ հանրային կարծիքով։ Այդ հանրային կարծիքը Ղարաբաղցի հայաստանցի, հա, հայաստանցի աղբար, այս հասկացությունները կոնկրետ ինստիտուտներ տարիներ շարունակ սերմանել են, աշխատել են, ժողովրդի մեջ աշխատանք են տարել, որ Արցախն է ձեր սոցիալական անկայուն վիճակի պատճառը, որ չմոռանանք նաև նույն շատ չեմ ուզում հեռանալ, որ շատ դեպքերում նաև ժամանակին հայոց համազգային շարժումը հա թմկահարում էր այդ տեսակետը, որ գիտեք ինչ, եթե պատերազմ չլիներ, մենք ավելի կայուն, ավելի լավ վիճակում կլներ։ Թեզը չեն վիճարկում, այո, որովհետև ասում ամեն ինչ ճակատի համար։ Բայց եթե դու քո պատմական տարածքի, քո տարածքային ամբողջականության համար չես պայքարում, ով պիտի պայքարի։ Եվ անընդհատ մեղավորներ փնտրես։
հները հանձնեցին, ռուսը հանձնեց, ռուսը չկատարեց իր բանը, դաշնակցային պարտավորվածությունները։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ջանք էր գործադրում, որ Արցախը պահեր, հայկական զինուժը ըստ էության ամբողջովին չներգրավեց այդ 44-օրյա Դա երեք պատերազմը։ Ալենը Սիմոնյան Հանրային հեռուստաընկերությունում ինչ ասեց, եթե Արցախի իշխանությունները չփախնեին ու չգային, տեղի բնակչությունը չէր մնալու այնտեղ, բնականաբար փախնելու էր հետեր գալու Հայաստան։ Այսինքն նրանք ամեն ինչ ցուցաբերում են եւ ցույց են տալիս, որ մարդիկ այնտեղից այնուամենայնիվ փախել են, չեն կռվել, չեն պայքարել, բայց այդ զոհերը մենք տեսել ենք այնտեղ ունենք արցախցիներ, որոնք Ինչպես Արցախում ապրող իշխանական էլիտան այդ ժամանակահատվածի, այնպես էլ այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իշխանություն հանդիսացող ՔՊԱ-կան վերնախավը ունեն իրենց մեղքի բաժինը։ Հիմա ես չեմ խոսի Արցախի իշխանությունների ներկայացուցիչների մասին, որովհետև այդ մարդիկ Բաքվի բանտում են։ Իրենք չեն կարող հակադարձել։ Զուտ բարոյական դիտարկումից ճիշտ չէ մարդկանց հարցը հիմա քննարկենք, որոշենք իրանց մեղքի չափը ինչ աստիճանի է։ Եվ չեմ կարծում, որ այս իշխանություններն էլ պետք է որոշեն նաև ջանք են գործադրել, որ այդ մարդկանց հետ վերադարձնեն Հայաստանի Հանրապետություն, եւ եթե հարկ կա նաև դատական կարգով, հա, բարձր, բայց այդ իշխանությունները չեն էլ կարողանալու անել, որտեղ իրանք են թաղաթաղված այդ process-ի մեջ։ Հա, եթե մենք քննարկում ենք այդ կարևորագույն իրադարձությունները, նույն մարտի 1-ի փակուղու մեջ ենք հայտնվում։ Մարտի 1-ի գործը չի բացահայտվում, որովհետև մի կողմը եղել են նաև այն անձինք, որոնք զբաղեցնում են այսօր Հայաստանի Հանրապետությունում կարևորագույն պաշտոններ, ներառյալ Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Այդ ժամանակ գլխավոր ընդդիմադիրներից մեկն է։ Եվ իրենք ազգային ժողովի ամբիոնից լինի, կառավարության նիստերում լինի, կուրծք են ծեծում, գոռում են, գոչում են, որ մարտի 1 է տեղ ունեցել։ Բացահայտ է, հոկտեմբերի 27 է տեղ ունեցել։ Բացահայտ է։ Ամբողջ փաթեթով բացվել է գործը եւ մենք մարտի 1-ի էջը փակել ենք, որովհետեւ գործը բացահայտված է։ Նիկոլ Փաշինյան իշխանության ժամանակ էր ասում։ Գործը։ Իսկ ընդդիմություն որպես Նիկոլ ինքը ինչ էր անում, հա, փորձում էր ամեն կերպ ծածկեր, որովհետև իրենք էին, հա, գլխի տերը մարտի 1-ի։ Հայաստանի Հանրապետությունում պետքա ձևավորվի այնպիսի իշխանություն, որը օբյեկտիվորեն կարող է վերաբերվել այս հարցին։ Ոչ թե ինքը բացահայտել, դա արդարադատության գործն է։ Շատ դեպքերում մենք ասում ենք, չէ, պետք է գա այնպիսի իշխանություն, որը թելերով ոչ մի ձևով կապված չի հների, ներկաների հետ, որպեսզի կարողանա անաչառ լուծումներ տա այդ խնդիրներին։ Մասնավորապես ամենակարևորագույն հարցը այսօր օրակարգում կախված է մնում 44-օրյա պատերազմի այդ հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, որը ուղարկեցին արխիվ մի հատ հիմար պատճառաբանությամբ։ Հանձնաժողովի ժամկետը լրացել էր ժամկետը երկարացնեք, ինչա դա տավը սահմանադրության հոդված պիտի փոխեիք, հանրաքվե պիտի կազմակերպեիք, որ այդ նոր հանձնաժողով ձևավորեիք, նաև մի հատ հանձնաժողով ձևավորեիք, հասկանայք թե ինչի է երկարել ժամկետները։ Բայց ով էր այդ հանձնաժողովի գլուխը։ Հանձնաժողովի գլուխը մենք գիտենք ով էր, դա Անդրանիկ Քոչարյանն էր, որը նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն էր, այնտեղ էլ ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ էր, միջակերտի էր։ Նաև այս բանը պատերազմի շրջանակներում բազմաթիվ հարյուրավոր հարցազրույցներ արեցին, ինչ որ մի մասը բաց լսումներ արեցին, մյուս մասը պետական գաղտնիքի պիտակավորման տակ գաղտնի այդ հարցազրույցները կազմակերպեցին, վերջում այդ փաթեթը ուղարկեցին արխիվ։ Դեռևս հարց է այդ արխիվից, որպեսզի այդ փաթեթը հանեն, այդտեղ ամբողջ ճշմարտությունը արտացոլված է թե ոչ։ Էդ էլ է հարց, որովհետև պատերազմի ժամանակ ով է եղել։ Գերագույն գլխավոր հրամանատարը եղել է այսօրվա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ինչ պետք է աներ, հա։ Անդրանիկ Քոչարյանը, որը ենթակա արբանյակ է, որ հավերժ պտտվում է իշխանական պատվերների, պահանջների այդ առանցքում, պետք էր հակաիշխանական, հա, հակաքպեական
եզրակացության ֆոն հաղորդել։ Անդրանիկ Քոչարյանից ամենից սպասել է, միգուցե նաև վերջաբանը այդպեսին է եղել, որ հասկացել են լավ։ Ամբողջ զեկույցը կարդում ես, բովանդակությունը լրիվ ուրիշ է, եզրակացությունը կարող լրիվ ուրիշ լինի։ Հասկացել են, որ սա պետք է արխիվավորել, որտեղ սա պատրաստի ական կարող է լինել։ Հենց գործող իշխանության հետ կապված։ Վերջերս այդ գիտեք, որ մի քանի համացանցում լուր պատտվեց Օնիկ Գասպարյանի նաև մեղավորության չափ հետ կապված եւ այլն քննարկեցին, Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատրաստ է փակ ռեժիմով ազգային ժողովում պատասխանել բոլոր հարցերին։ Պետք չի փակ ռեժիմով, պետք չի։ Մեզ պետք է լինի բաց հրապարակային դատավարություն, որպեսզի ժողովուրդը իմանա իրականությունը։ Իսկ այս ծածկադմփոցի արդյունքում երբ որ վարչապետը Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը խոսում են զոհերի, անհայտ կորածների թվերի մասին, նրանք տարբեր թվեր են հրապարակել։ Նույնիսկ իրենք իրար մեջ չեն համադրում։ Եվ երեքն էլ հղում են տալի այն նույն չարաբաստիկ զեկույցին, որը արխիվավորվել է։ Պատկերացնում եք։ Այսինքն ասում եմ, մենք վստահ գիտենք, Անդրանիկ Քոչարյանն ասում է այդ զեկույցը ես եմ կարծում եմ գիտեմ, մի թիվ ասում։ Ալեն Սիմոնյանին հարց են տալի, բայց այդ թիվը որտեղից որ հրապարակում եք, ասում է զեկույցից, թե բնականաբար Նիկոլ Փաշինյանն էլ հո չի հիմնվելու Գևորգ Պապոյանի աստղագուշական կանխատեսումների վրա, չէ՞, ասի ինչքան է։ Նա էլ է այդ աղբյուրը օգտագործել։ Ուրեմն համարենք 3 տարբեր տվյալներ է գրված։ Պարոն Սարգսյան, հնարավոր է այս ընթացքում հատկապես այս գագաթնաժողովից հետո գերիների ինչ որ վերադարձ, որովհետև այս իշխանությունները ամեն դեպքում քանի որ սինխրոն աշխատում են, հա, Ադրբեջանի հետ, պայմանավորվեն մի քանի հոգու էլ ուղարկեն, որպեսզի այս ընտրությունների շեմին ցույց տան, թե ինչ սրտացավորեն են, հա, աշխատում, թեև ընդդիմությունը ասում է, որ նրանք ոչնչով չեն զբաղվում, թե գերիների, թե անհետ կորածների հարցերով։ Արտուր ջան, դա կախված է հայ-ադրբեջանական կուլիսային պայմանավորվածություններից։ Չէ՞ որ հնարավոր է կրակել կամ չկրակել։ Այո։ Պատերազմ սկսել թե չսկսել։ Այո, ոչ միայն դա նաև սահմանադրությունը վերախմբագրել, թե չխմբագրել։ Անկախության հռչակագիրը արմատախիլ հանել, թե ոչ։ Եկեղեցու դեմ երբ պայքարել, երբ չպայքարել։ 300,000 ադրբեջանցի փախստականներին երբ ներմուծել, բառից բուն իմաստով, երբ չներմուծել։ Մզկիթները երբ կառուցել, երբ չկառուցել։ Դրանց նախագծանը, նախահաշվային փաթեթները երբ կազմել։ Այդ բոլոր հարցերը կախված են հայ-ադրբեջանական այդ հետ բեմային, հետ կուլիսային պայմանավորվածություններից։ Այո, երեք Մակրոնը հայտարարեց, որ նա կխոսի Ադրբեջանի նախագահի հետ գերիների վերադարձի հետ կապված։ Հիշենք, որ նաև գերիների։ Այն խոսքը ոչ թե Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների մասին է, հա, այլ մեր զինվորների, որոնք հայտնվել են ադրբեջանական գերության մեջ։ 5 րոպե շուտ, այո, թող այդ գերիները վերադարձվեն եւ այն ընտանիքները, որոնք անհամբեր այսքան տարի սպասում են եւ այդ տղաների զրկանքների վերջն էլ բնականաբար մենք պետքա տեսնենք։ Բայց սա խնդիր ուրիշ է։ Խնդիրը երևույթի քաղաքականացման մեջ է։ Այսինքն մենք մի կողմից ունենք մի քանի հազար զոհեր, հա, եւ ընտանիքներ, որ միջև հիմա սգում են, մենք ունենք բազմաթիվ անհայտ կորածներ։ Ես հանց չեմ առնում որևէ թիվ հրապարակեմ, որովհետեւ այդ հանձնաժողովի փաստաթուղթը մենք պետքա տեսնենք եւ մնացել են 11 գերի, 20 կամ 30, դա էլ չխորանանք թվերի վրա, եւ այս թիվը անընդհատ իշխանական քարոզչամեքենան բացարձակեցնում է, էլի եմ նշում, գերիները թող 5 րոպե շուտ վերադառնան, բայց նույն Էմանուել Մակրոնը 6 տարի անցել 2020 թվականից 2026 թվականին քանի անգամ է հնարավորություն ունեցել Ադրբեջանի նախագահի հետ խոսելու այս թեմայի շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահը երևի այս ընդհանուր արևմուտքում մի քիչ չէ, էլի բավականին իր քաղաքական քաշով, այսպես ասած, ավելի ծանր է, քան Մակրոնը։ Նա էլ է հայտարարել, որ գերիների մասին խոսի։ Բայց Ադրբեջանը գերիների հարցը պահում է
թղթի տեսքով ամեն անգամ փորձելով Հայաստանի Հանրապետությունից նոր զիջումներ կորզել։ Բայց նա նաև հասկանում է, որ այսօր Փաշինյանից բացի ոչ մեկ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկել Հայաստանի Հանրապետությունում չի կարող։ Նիկոլ Փաշինյանը վարպետացել է այդ հարցում։ Ինքը հստակ բոտնոցի վրա հանձնում է, տալիս է, մատուցում է բոլոր այն հարցերը, խնդիրները, որոնք բխում են ադրբեջանա-թուրքական քաղաքական կմահաճույքներից։ Այսինքն նա պատրաստի արդեն կոպիտ ասած զինվոր է դարձել, հրահանգը ստանում է, կատարում է։ Բազմաթիվ են օրինակները։ Ինչքան էլ ուզում է համացանցային տիրույթում լինի, տարբեր բանավեճներում լինի, դիսկուրսներում լինի, որ ասեն այս ամեն ինչ արում է հանուն խաղաղության։ Ցույց տվեք խաղաղության փաստաթուղթը ուր է։ Այսինքն թրիփը ներկայացրել խաղաղության փաստաթուղթ չէ, դա ճանապարհային քարտեզն էր դեպի հիմնական խաղաղության փաստաթուղթ։ Ուր է խաղաղության փաստաթուղթը չկա, որովհետև Ադրբեջանը անընդհատ ճնշումներ է գործադրում եւ ասում է դու պետք է անես S։ Հիմա նույն այդ խաղաղության պայմանագրում կարող են մի շարք հարցեր արտացոլվել, որոնք հակասահմանադրական բնույթ են կրում։ Ինչ անելու։ Ընդունեք վաղը գնացին Փաշինյանն ու Ալիևը, Իլհամը իրար հետ ստորագրեցին խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանը այնպիսի պահանջներ է տեղ դնելու, որը հակասում է գործող սահմանադրությանը։ Այս դրա մասին խոսում է, պարոն Սավկուլյան։ Հիմա, եթե գործող սահմանադրությանը հակասում է, ինչ անելու, բերելու է, այստեղ երկարելու է այդ process-ը անընդհատ։ Նրանք էլ ասում են ոչ։ Ուրեմն նայ, փաստաթուղթը, եթե ուզում ես ստորագրվի, դու SSS կետերը կանես, նոր այդ փաստաթուղթը կստորագրեն։ Նշանակում է փաստաթուղթը կա։ Նշանակում է փաստաթուղթը կա, նախագծային տարբերակով, սևագրի տարբերակով, կա նաև համաձայնություն փաստաթղթի շուրջ։ Ավելին, կա նաև այն քայլերի հաջորդականությունը, որը իրենք կատարում են, այսինքն ջարդել հայ առաքելական եկեղեցին, որպեսզի կարողանան ստեղ զարգացնել, հա, այդ բանի մահմեդական կրոնական մշակույթը, որի մասին բազմաթիվ անգամ նույն ադրբեջանական այդ Կովկասյան բան առաջնորդը կրոնական գրասենյակի հայտարարում է, որ մենք պետքա վերականգնենք մեր, այսպես ասած, կրոնական թևը Հայաստանի Հանրապետության կամ իրանց տերմինաբանությամբ Արևմտյան Ադրբեջանում։ Եվ բանը, օդից իրանք հորինում են, հիմնավորումներ են բերում, հետո այդ հիմնավորումները շրջանառում են միջազգային լրատվամիջոցների մեջ, դա արդեն դարձնում են փաստեր, եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրար հետևից այդ կեղծ փաստերը խորտիկների տեսքով կլանում է, որովհետեւ իրենք մեր արտաքին քաղաքականությունը իջեցրեցին շրիշակի ցածր եւ ինչպես վերջերս Նիկոլ Փաշինյանը, չկներեք, Ալեն Սիմոնյանը արտահայտվեց, որ իրանական կոնֆլիկտի ժամանակ իրենք շատ ճիշտ որոշում են կայացրել բալանսավորման քաղաքականության, իրանք խորտիկներ էին ուտում, կարկանդակներ էին ուտում, ինչքան ճիշտ էր այդ որոշումը։ Այսինքն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը փախել էր բունկերում էր պահկվել, Ալեն Սիմոնյանը պատը սպարվել էր Մոսկվայում, այն մնացած ԿՊԱ-ականները մաններ մուններ, բախտիքը մահաճույքին, մեկը ձեղնահարկում, մեկը հարևանի նկողում եւ այլն, սպասում են, որ իրավիճակը հանդարտվի, հասկացան, որ դա այդքան էլ ճիշտ չի։ Եկեք, երբ որ կոնֆլիկտ ա լինում, կարկանդակ ուտենք։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը այսօր կախված է ուտելու, մսխելու, լափելու տրամաբանությունից։ Ոչ մի ռեալ քայլ չկա։ Հետևաբար, եթե ապագայում ռազմական կոնֆլիկտ ստեղծվի, չզարմանաք, որ Հայաստանի Հանրապետությունում անվտանգության խորհրդի նիստ չեն հրավիրում։ Բոլորով վեր են կենալու, գնան Բուրչոյի օբյեկտ։ Բուրչոյի օբյեկտում կնստեն, կուտեն, կզղկտվեն, հետո էլ կգնան երրորդ մաս, Զավիկի շաուրմայանոց, այնտեղ այդ process-ը կշարունակեն, թե հիմա թշնամին կգրավի, չի գրավի, Հայաստանի ինքնիշխանությունը կկործանվի, իրենց համար էական նշանակություն չունի։ Դա այլևս բանակցային գործընթաց գոյություն չունի եւ դրա ամբողջական տերը այլևս որպես բաց դուռ ենք, հա, համարվում Հայաստանում։ Այսինքն ով ինչ ուզի, դրսից կարող է Ես գիտեք ինչ եմ հասկանում, Արտուր ջան, իրական Հայաստանի գաղափարախոսությունը նմանվում է
տրոցկիզմի այն մտքին, որ հեղափոխությունը սահմաններ չի ճանաչում։ Երբ որ, քննարկվում էր խորհրդային Ռուսաստանի, այսպես ասած, ապագայի հարցը գերմանական իշխանությունների հետ, Տրոցկին կողմեր այդ բեռնաթափման process-ին։ Հեղափոխությունը սահմաններ չի ճանաչում, կապ չունի ապագա Ռուսաստանը քանի քառակուսի կիլոմետր է լինելու։ Հեղափոխությունը մենք տարածելու ենք ամբողջ աշխարհում։ Հիմա ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ворթեգրել է այդ քաղաքականությունը։ Այս սահմանազատման հանձնաժողովները իրենց համար ձևական բնույթ է կրում։ Իհարկե։ Իրանք ուզում են Թավշյա հեղափոխության գաղափարը ամբողջ աշխարհում տարածել։ Իսկ եթե բեռնաթափվեն Սյունիքից, Սևանալճից եւ այլն եւ Հայաստանը վերածեն քաղաքպետություն, այս մի Երևանով, իրենք երևի իրանք գաղափարը համարեն իրագործված։ Բայց պարոն Սարգսյան, նայեք, իշխանությունը այլևս բաց է խաղում, ասում է, որ Արցախը մերը չի, Արցախահայերի վերադարձի թեման փակեք, ինչ է ասում է պատերազմ կլինի, եթե դուք հանկարծ խելոք չմնաք, եթե ինձ չընտրեք սեպտեմբերին պատերազմ, ամեն հնարավոր բաները փորձում է այս ընթացքում, մեջ գցել, սեղանին դնել եւ ընդդիմությունը որպես այդպեսին, օրինակ, այսօր գագաթնաժողովն է նոր մարդիկ ընդդիմադիր որոշ շրջանակներ դուրս եկան եւ փորձեցին այդ պլակատներով բան իրենց բողոքի ձայնը բարձրացնել, Արցախում եկեղեցի են քանդում այլ տաճար եւ այլն գերիներ եւ այլն։ Հիմա ոնց է ստացվում, որ ընդդիմության ձայնը այնուամենայնիվ խլանում է այս աղմուկի մեջ, բայց Նիկոլը կրկին ստացվում է, որ իր ընտրազանգվածի համար հերոս է եւ Տիգրան Մեծ։ Գիտեք ինչ, պետք է հաշվի առնել, որ Նիկոլը Հայաստանի Հանրապետության ազգի դեմ մենակ չի խաղում։ Իր թիմում բավականին խոշոր խաղացողներ կան։ Դե այսօր Թուրքիայի փոխնախագահի այդ ամեն բանը, որոնք եւ ֆինանսավորում են եվրոպական, այսպես ասած, շլանգներով, որոնք աջակցում են, ամեն ինչ անում են, որ Փաշինյանը վերընտրվի։ Հետևաբար պատահական չի Ամերիկայի փոխնախագահ Վենսի այցը։ Պատահական չի, որ Հական Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարար հայտարարում է, չի կարող ինք առանց Էրդողանի հետ համադրման հայտարարի, որ իրենք կողմ են, որ Փաշինյանը վերարտադրվի, բառացի չեմ ասում։ Նույն եվրոպական լիդերները կամ եվրո դիլերները շահագրգիռ են, որ այս process-ը չակերտյալ խաղաղությամբ կարգավորվի, որովհետև նրանք էլ ունեն Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ փոխադարձ շահեր։ Եվ այս շահերը ամբողջովին բյուրեղանում են եւ կրում են հակառուսական բնույթ։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունները վարպետորեն ընդգրկվում են հակառուսական ճամբարում, որը հղի անկանխատեսելի հետևանքներով, որովհետև դա բերում է նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը ապագայում դիրքավորվելու հակաիրանական լույսի ներքո։ Այսինքն այս պարագայում, եթե թրիփը իրականություն է դառնում համաձայն Թուրքիայի ծրագրերի, ես արևմուտքը մի կողմ եմ դնում։ Իրանք հստակ մատնանշում են, որ այս տարածաշրջանում իրենց դաշնակիցը Հայաստանի հարցում Թուրքիան է։ Այսինքն տեղում որոշումները պետքա գան Թուրքիայից։ Հայաստանը պետքա լինի կատարողի կարգավիճակում։ Եվ այս պարագայում, այո, հաջողվում է որոշակիորեն իշխանություններին թոս փչել մարդկանց աչքերին եւ ասել, գիտեք ինչ, որ սա փաստացի խաղաղության օրակարգ է։ Տասնյակ եվրոպական լիդերներ գալիս են, փաթաթվում են, երեկոյան սրճարաններ են գնում, ժողովուրդը անհամբեր ծափողջուններով սպասում է նրանց, բայց դիցուկ իրականությունը այլ է, էլի։ Թեկուզ որ երկու կողմից ժողովուրդը կանգնած է, ոստիկանները կանգնած պահում են, որտեղ այդ մեքենաների շարասյունը անցնում է եւ ժողովուրդը դրսում ծափարում։ Մենք էլ գիտենք, որ հանրապետության հրապարակը գիշերը տուրիստական տեղ է հանդիսանում, հազարավոր մարդիկ են այցելում։ Նույնիսկ այդ պահը օգտագործում են, որ տեսեք ժողովուրդը անհամբեր սպասում է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը իմաստուն կգտնվի եւ չի խապվի այս խաղաղության օրակարգին, որովհետեւ իրականում Նիկոլ Փաշինյանից
կախված չէ ոչ խաղաղությունը, ոչ պատերազմը։ Հայաստանի Հանրապետության երբեմնի մարտունակ բանակը ջարդել հասցրել են 14000-ի։ Վերջերս падգամավորներից մեկը հայտարարություն արեց, որ կրճատել են եւ բանակի թիվը հասցրել են 14000-ի։ 2018-ից առաջ կարծեմ 70000-ի էր հասնում։ Այսինքն սա ինչի մասին է խոսքում։ Փոխարենը ներքին ինչ որ ոստիկանական գվարդիան են մեծացել։ Ինչա այդ ոստիկանական գվարդիան ում դեմ աշխատելու։ Ընդդիմությունն էլ է հայ ժողովուրդը։ Իշխանության հետևորդներն են հայ ժողովուրդը ներկայացնում։ Ստեղ խնդիրն է նա, որ քարոզչական այս պատերազմում ընդդիմությունը պետքա հասնի տոտալ վերամիավորման, ոչ իրավաբանական իմաստով, ձևավորի միասնական հականիկոլիզմի, ոչ թե նիկոլական, հականիկոլիզմի ճակատ եւ կարողանա ներսում հակառակորդին ջախջախիչ պարտության մատնի։ Դրանից հետո զբաղվի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկի բարձրացման ուղղությամբ եւ կարողանա դիմագրավի ադրբեջանա-թուրքական մարտահրավերներին եւ փրկի մեր հայ առաքելական եկեղեցին։ Սահմանադրությունը, որը իրոք պետքա վերախմբագրի, բայց ոչ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներով։ Եթե նրանք թրիփը ստորագրել են եւ պետք է հարգեն Հայաստանի ինքնիշխանությունը, նրանք իրավունք չունեն մեր ներքին քաղաքականության մեջ խառնվել։ Մենք դրա վճարը կոպիտ եմ ասում տվել ենք, անհամաչափ վճար ենք տվել։ Եվ քաղաքակրթական, եւ պատմական, եւ այլ իմաստներով անհամաչափ վճար ենք տվել։ Ու դրա դիմաց մենք ստանում ենք ինչ։ Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ։ Մենք ստացել ենք մի հատ անորոշ իրավիճակ, որը ես բնութագրում եմ պատերազմող խաղաղություն։ Սրա գինը վերջում լինելու է պատերազմը, որովհետև կա մի սահման, որից զիջելը հնարավոր չի եւ նաեւ եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ինչու է ոչնչացնում մեր եկեղեցին, եթե խաղաղություն է ուզում, ինչի է ռազմական վերահսկողություն պահպանում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կիլոմետրի վրա, դա 20000 հեկտար է։ Սերժ Սարգսյանի ժամանակ, ապրիլյան քարորիայի ժամանակ 800 հեկտար անցել էր, հա, էնել, այսպես ասած, միջազգայինորեն չճանաչված հայկական հողակտորից, բայց սա միջազգայինորեն ճանաչված է։ Թող բարի կամքի դրսևորում անի, գերիներին վերադարձնի, իր զորքերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, մեր պատմամշակութային արժեքները չպղծի։ Եվ օրինակի համար ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մեջ փայլուն մտքեր չի ծագի այդ դեպքում, օրինակ որ հայտարարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորում։ Ադրբեջանը մենք էլ երաշխավորում ենք Ադրբեջանի, ինչով է երաշխավորում Ադրբեջանի անվտանգությունը, կամ եթե Ադրբեջանը պետքա մեր անվտանգությունը երաշխավորի աստիճանաբար իր դիրքերը ամրապնդելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում եւ մեր պատմամշակութային ժառանգության մնացած մասերը, վաղը միսօր նույն Գանձասարը, նույն Դադիվանքը, հողին հավասարացի եւ օրինակ հայտնվի Արսեն Թորոսյանի նման ոմն մի չհայ բառից բուն իմաստով եւ հայտարարի, որ այդ ժառանգության կրողները, մշակութային կրողները թող զբաղվեն այդ հարցով։ Այսինքն Արսեն Թորոսյանը համարում է, որ հայ առաքելական եկեղեցին պատմամշակութային հուշարձանները դա Հայաստանի Հանրապետության մտահոգվելու խնդիրը չի, դա հայի խնդիրը չի։ Դա ասում է իրենց ինքնիշխան եւ տարածքն է, իրանք ինչ կուզեն կանեն։ Գիտեք ինչ, տարբեր երկրներում մենք ունենք պատմամշակութային հուշարձաններ եւ այլ երկրներն էլ մեր տարածքում։ Դա ինչ է նշանակում։ Մենք պետք է սկսենք բանը պատմամշակութային հողը դուրս գանք այս բանը հայ-ադրբեջանական բանից, ծանծաղուտներից, հա։ Մենք ինչ պիտի անենք։ Այսինքն մտածենք, որ ընդունենք, որ ճիշտ էր օրինակի համար հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆիքսել էր, որ Նախիջևանում 6000 խաչքարեր են ոչնչացվել, հա։ Հայտարարենք, որ այո, դա նորմալ է, Նախիջևանի ինքնավար այդ հանրապետության տարածքում ինքը իրավունք ունի ինչ ուզի անի։ Դա ասում են մենք պետք է այդպես խոսենք, որպեսզի խաղաղությունը պահպանենք, պատերազմ չլինի, մեզ էլ պիտի ընտրեք, որպեսզի հավերժ լինի այդ խաղաղությունը, Նիկոլի համար էլ պիտի գիշերները աղոթեք, որ ինքը առողջ լինի,
մնա այդ իշխանության աթոռին եւ պիտի այդպես չորրորդ իշխանությունը վերջ-վերջո Մենք ձևավորվի։ կահոթենք, խունկ կվառենք, հրապարակային բնույթ կհաղորդենք այդ միջոցառումներին եւ երբ որ հունիսի 7-ին ընդդիմությունը բացարձակ հաղթանակ կտանի եւ ազգային պատողասները կհայտնվեն պատմության լուսանցքում, մի մասը աղբար կղում, իսկ մնացյալ հատվածն էլ ճաղերի հետևում։ Հավատում եք դուք դրան։ Միանշանակ Ժողովրդին եք հավատում։ Ես հավատում եմ, որ ժողովրդի մեջ կհաղթի ազգը։ Ժողովրդի մեջ պետքա ազգը հաղթի։ Եվ Հայաքվեն նաև հուշագիր ստորագրեց, պարոն Սարգսյանը։ Հայաքվեն ուժեղ Հայաստանի հետ, ուզում հասկանալ, ես իհարկե հասկանում եմ, որ երկրորդ ուժը, հա, ընդդիմության առաջին ուժը եւ ինչպես ասում են իշխանությունը, մեզնից հետո ուժեղ Հայաստանը եւ դրա համար մենք պայքարում ենք ուժեղ Հայաստանի դեմ եւ ինչ մականուններ ասես օգտագործում են եւ վախնա նաեւ, հա, իրենց մեջ դա խոսում։ Հիմա ուզում հասկանալ, եթե Աստված ոչ անի, հա, իհարկե ես թող լինեմ այն միակ ճուզողը, որ ընդդիմությունը չհաղթի, բայց նման բան չկա, եթե ստացվում է, որ այնուամենայնիվ 21-ի օրինակով գնում ենք ընտրությունների եւ ստացվում է, որ ընդդիմությունը կրկին չի հաղթում, ինչ պիտի անենք այս պարագայում, որովհետեւ շատերը մարդիկ, ես երբ որ խոսում եմ մարդկանց հետ, ասում են մենք ամսի 7-ից հետո կգնանք երկրից, կթողնենք, այլևս ուժ չունենք, ներվ չունենք, չենք կարող պայքարել այս իշխանությունների դեմ։ Այսինքն սա միակ հնարավորությունն է, հա, ընտրությունն է եւ միակ վերջին հայկական ընտրությունն է, ըստ իս, որ կարծում եմ Հայաստանում տեղի կունենա եւ ինչպես նաեւ մենք փորձենք ընտրողներին տանել, հա, ընտրատեղամայս, այսինքն հորդորենք, որ իրենք սթափ լինեն եւ մասնակցությունը հնարավորինս, հա, շատ լինի։ Արտուր ջան, եթե մասնակցությունը շատ եղավ, ակնհայտ է, որ նույն սոցիոլոգիական տարբեր հարցումները ցույց են տալու, իշխանությունը բացարձակ պարտություն է կրել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ներկայդրությամբ հարցումները ցույց են տալի, որ մոտավորապես 40%-ը եւ ավելին հակված չէ ընտրության գնալու, որի մեջ նաեւ դրա համար էլ իրենք այդ որի մեջ նաեւ այն շերտը կա, որը չկողմնորոշված է, ոչ թե ընդհանրապես չի ուզում գնա ընտրության, ինքը չկողմնորոշված է։ Գիտեք ինչ, մենք պիտի չունենանք այնպիսի հասարակություն, որը առավոտից իրիկուն քաղաքականությամբ զբաղվի, որը անգիր իմանա բոլոր իշխանության ներկայացուցիչների, ընդհանուր նրանց տիկնապահների եւ այլոց անունները։ Մենք այդ ժամանակաշրջանը որոշակիորեն արդեն անցել ենք։ Մենք պետք է նաեւ ինչ որտեղ ձևավորենք այնպիսի իշխանություն, որ ժողովուրդը հանգիստ լինի։ Այսինքն ինքը զբաղվի իր առօրյա հարցերով, հոգսերով եւ չզբաղվեն առավոտից իրիկուն քաղաքականությամբ։ Իսկ փաստացի իշխանության ընդունում եմ, հաջողվել է ապատեղեկատվական մի հատ հսկայական դաշտ ստեղծել, որից ինքը սնում է մեր ժողովրդի գիտակցությունը, այդ իր կեղծ թեզերով։ Իսկ ինչ վերաբերվում է այն հոռետեսական կանխատեսմանը, որ իշխանությանը կարող է հաջողվի հաղթանակ տանել, հետո չմոռանանք սա իշխանությունը եւ Նիկոլը ով է։ Գիտեմ։ Ինքը բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է։ Դա չի լինելու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, դա լինելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի հաղթանակը, դա լինելու է մեր ազգային հակա, մեր ազգին հակա, այսպես ասած, բարի հաղթանակ, որտեղ սա իրականում ինքնության պայքար է, որտեղ այն Հայաստանը, որը մենք պատկերացնում ենք, այն ազգային քաղաքակրթական պատմական ժառանգությամբ իրենց հաղթանակից հետո այդպեսին չի լինի, որովհետեւ մարդիկ հստակ հայտարարել են, որ իրենք առաջնորդվելու են իրենց այսպես ասած իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, որ ընդամենը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկում։ Ես լավատես եմ, իսկ եթե հանկարծակի իշխանությունը, չեմ կարծում, որ իրանք շանս ունեն բացարձակ հաղթանակի, հնարավոր է վատագույն սցենարում, այսպես ասած գնա 50-50 տարբերակով։ Իրենք 2/3 դա հստակ է, որ երբևէ չեն ունենալու խորհրդարանում, որովհետև այդ վստահության քվեն քաղաքական կապիտալը, որը իրենք դեռևս ձեռք են բերել 2018 թվականից, կարելի ասել փոշիացրել են։ Նրանց, այսպես ասած, օգտին խաղում է այս խաղաղության խաղակարտը եւ նաեւ ինչու՞ չէ, այդ սոցիալական փրկչի գաղափարը,
որտեղ այսօր Փաշինյանը երկու դեմքով է հանդես գալի։ Խաղաղության դեմքով, ես բերեցի խաղաղություն, այսպես ասած, եւ երկրորդը թոշակներ են բարձրացնում, սոցիալական տարբեր տեսակի փաթեթներ են անում եւ այլն, մանիպուլյացիաներ են անում, որ եւ ասում են, գիտեք ինչ, դուք ապրելու եք խաղաղ եւ կայուն երկրում։ Բայց այդ ամեն ինչը մենք գիտենք, որ քաղաքական ֆարս է։ Եվ եթե հանկարծակի մեր ժողովուրդը շփոթվեց եւ թույլ տվեց սխալ, տվեց իր վստահության մեծամասնության, այսպես ասած, քվեն այս իշխանություններին, մենք չենք ունենալու ազգային պետություն։ Մենք ունենալու ենք անդեմ, անդիմակից շուտ քաղաքական միավոր, որին այս դեպքում մենք կոչում ենք վիլայետ, այլ անվանում դա չունի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Առաջ Աստված։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։